Համեցեք։ Տարվա մեջ մի քանի օր ու արդեն 70 տարի պատերազմի վետերանը հագնում է իր գլխավոր ու ամենակարևոր զգեստը՝ շքանշանապատ համազգեստը։ Ռոզալիա Աբգարյանի համար, ինչպես պատերազմ տեսած շատ կանանց, ամենագեղեցիկ երեկոյան զգեստն ու զարդերը եղել են շքանշաններով այս հագուստը։ Երազում էին մի բանի համար։ Աստված տար, որ հաջող վերադառնանք տուն, լողանանք մի հատ լավ, մաքուր անկողին մտնենք սպիտակ սավանով, վերմակ մեզ վրակցենք դրսում ջուն, չգիտեմ փոթորիկ, ինչ ուզում լինի։ Արդեն մի քանի օր է տանը ճամպրուկային տրամադրություն է։ Վլադիմիր Պուտինն անձամբ նամակով ոչ թե հրավիրում, այլ խնդրում է մասնակցել 70-ամյակի միջոցառումներին։ 3 օր 3 զգեստ տիկին Ռոզալիան արդեն գիտի, թե ինչ կտանի իր հետ։ Մի օր գնում ենք, մի օր արդեն սրանով ենք, այն մյուսօրն էլ հետ ենք գալիս։ Մի երկու շոր կտանեմ։ Հաղթանակի մոսկովյան միջոցառումներին պատերազմի վետերանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է։ Անցած տարի նույնիսկ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ է հանդիպել։ Ասել ենք, որ խաղաղություն լինի, պատերազմ չտեսնենք, ժամանակ էլ չկար երկար խոսելու, 9:57 րոպե։ Ինքը գնաց տրիբունայի մոտ, որպեսզի ելույթ ունենա։ Լուսանկարների մեջ է նաև ռազմաճակատի անգույն ֆոտոները, սա դպրոցն ավարտած աղջիկների վերջին միասնական լուսանկարն էր, հաջորդ օրը մեկնեցին ռազմաճակատ։ Հաղթանակը Ռոզալիա Աբգարյանը նշեց Պրահայում, վերադարձավ տուն ու 1 շաբաթից ամուսնացավ դեռ ճակատում հանդիպած սիրելիի հետ։ Ծաղիկները կանանց, նույնիսկ սեփական տոնի առիթով Պետրոս Պետրոսյանը սովետական ու անկախ Հայաստանի ամենահայտնի վետերաններից է։ Այսօր ղեկավարում է վետերանների կոմիտեն, տարիներ առաջ դպրոցական ընկերներին կոչ արեց մասնակցել ու պաշտպանել հայրենիքը։ Պաֆոսով, երիտասարդական ավյունով ասեցի, մենք կարմիր դրոշը պետք է ծածանենք Ռեյխստագի վրա։ Էդին վերջի խոսքերն, այսօրվա նման հիշում եմ։ Կոչանողներից ու ռազմաճակատ առաջինը մեկնողներից էր, Բեռլին նույնպես հասավ, միայն թե ափսոսում է, որ Քոչարի չպարեց։ Քոչարի չեմ պարել, բայց պարողները պարել են, տես չայել է, պարել բան չգիտեի ժամանակ։ Իսկ գյուղի տղաները բոլորը պարել գիտեն, ես պարել չգիտեի։ 2 անգամ վիրավորվեց, բայց պատերազմից հետո վերադարձավ, ավարտեց միջազգային հարաբերությունների բաժինը ու դարձավ Խորհրդային Միության գլխավոր հետախույզներից մեկը։ Առաջին ու մեծ հետախուզական հաղթանակը Լիբանանում էր։ Ես հավաքագրեցի մի անձնավորության, ասեմ հիմա էլ անգելական տեսփանատանը, որը 10 տարի մենք օգտագործեցինք, տեղադրեցինք տեխնիկայով եւ 10 տարի լսում ենք ինչ կատարում է անգլիացիների եւ ամերիկացիների կոորդինացիայի մեջ։ Պետրոս Պետրոսյանը Մոսկվայից նոր է վերադարձել ու 2 օրից նորից կմեկնի։ Հայաստանը ինքը ու իր տարեկից եւս 2 վետերաններն են ներկայացնելու։ Հավատացած եմ, որ մենք բարձր մագարտողով ամեն ինչ կանենք բարձր։ Ինչի, որտեվ փառք Աստծո, խելքն էլ տեղն է, խոսելն էլ կարող ենք, քայլելն էլ ամեն ինչ կարողանում ենք։ 4 մայրցամաքներում աշխատած հետախույզն ու պատերազմի մասնակիցը 60-ից ավելի շքանշան ու պարգև ունի, բայց գլխավոր ու ամենակարևորը համարում է մարտական կարմիր աստղը ու անկախ Հայաստանի պարգևները հայրենիքի առջև մեծագույն վաստակների համար։ Մանուիրության, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։